ով է դիմադրում, ինչու չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Դրանք ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1 տարուց ավելի անոնսում էր։ Իրենց կազմած ծավալուն զեկույցը կներկայացվի աշնանը, հավանաբար սեպտեմբերի վերջին օրը մեկնարկող լիագումարում։ Կբացվեն որոշ փակագծեր, կհետևեն իրավական գործընթացներ։ Քոչարյանի մատնանշած Քարորյան մեկնարկեց, օրակարգում սակայն զեկույցը չկար։ Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ալեն Սիմոնյանը պնդում է, խնդիրը ժամկետն է։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 22 թվականի փետրվարին, 2.5 տարի անց 24-ի սեպտեմբերին միայն հայտարարվել է, որ զեկույցը պատրաստ է։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքն ասում է, քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, որը կարող է 2 անգամ հանձնաժողովի առաջարկությամբ, ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 6-ական ամսով։ Այսինքն հանձնաժողովի գործունեության առավելագույն ժամկետը 1.5 տարի է։ Մենք մշտական գործող հանձնաժողով ենք։ Մենք 2 դեմքով ենք հանդես գալիս եւ այդ տրամաբանությամբ մենք առաջին տարուկեսը հավաքագրել ենք փաստերը, լսել ենք մարդկանց, հետագայում մենք պատրաստել ենք զեկույցը, որը շատ բացախնդիր աշխատանք է պահանջել արվել։ Իսկ կարող է չմտնի լիագումարի օրակարգ։ Բայց դեպքում ինչ է լինելու զեկույցը։ Ինչ է լինելու, ոչ չմտնի։ Բայց դեպքում զեկույցը կդնեք դարակները։ Դեպքում պետք է հասկանանք ում դարակի մեջ պետք է լինի։ Արխիվում չի հայտնվի, դարակներում չի մնա, վստահեցնում է Ալեն Սիմոնյանը։ Պնդում է, որևէ դեպքում փաստաթղթեր թաքցնելու միտում չունեն։ Ոչ լիագումարի օրակարգում, բայց այլ ֆորմատով։ Զեկույցն անպայման հրապարակվելու է։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում, եւ դա մենք արել ենք նաեւ այդ մեղադրանքները ջրի երես հանելու եմ, եւ դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր պատգամավորները որպես գաղտնի մաս իրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նենց, դա հրապարակվելու է։ Մամուլում համառ պնդումներ են, թե Ալեն Սիմոնյանն անձամբ է դիմադրում զեկույցի հրապարակմանը։ Քոչարյանը Ֆակտորի եթերում ասում է, նման կասկածները կարող են լեգիտիմ լինել, եթե առաջիկայում էլ այս հարցով որոշում չկայացվի։ Պնդում է, զեկույցը խորհրդարանի խոսնակին ուղարկել է սեպտեմբերի 3-ին։ Իսկ կանոնակարգ օրենքն ասում է, զեկույցն ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում քննարկվում է հերթական նիստում։ Նախ եւ առաջ ասում եմ, հələ իրավական առումով, պարոն Քոչարյանը իրավական առումով, որ ասում էր մի ամիս անցնում, ամսի 3-ին եմ ուղարկել, չի ուղարկել։ Թիմի ներսում հակասություններ չկան, նույն օրենքի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների հարց է, թեման փակում է Ալեն Սիմոնյանը։ Այն ժամանակ ընդդիմադիրները բոյկոտեցին հանձնաժողովի աշխատանքը, պնդելով, թե պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած ու ամբողջ պատասխանատվությունը կրող ուժը չի կարող օբյեկտիվ քննություն անել։ Առաջարկում էին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու այնպիսի ձևաչափ, որտեղ ընդդիմությունը քանակով չէր զիջի եւ բացի այդ նախագահողը չէր լինի իշխանական։ Այս առաջարկն այն ժամանակ մերժվեց։ Հիմա ըստ Տիգրան Աբրահամյանի բացառված չէ, որ փաստերն ամբողջությամբ կեղծել իշխանականներին չի հաջողվել։ Դրանով էլ պայմանավորված փորձում են ձգձգել հրապարակումը։ Գնա ասա, էսի դավաճանա, էսի փախել այնի բան արել, բայց դու եղել ես պետության գլխին, կառավարում ես իրականացրել, դու որոշումներ ես կայացրել, դու օպերացիաներին ես հավանություն տվել, որը չես կարող ամբողջությամբ քողարկել։ Եթե պաշտոնական կեղծիքի դիմեն, դա այդ բոլոր մարդկանց, նաև հանցակիցներին պատասխանատվության այլ դաշտ է բերելու։ Ուզում եմ ասել, նաև այստեղ կարող է լինել այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում իրենց համար այդ զեկույցով նաև բարձ է դարձել, որ պաշտպանվելու հնարավորություն իրենք չունեն եւ ցանկացած դեպքում այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը իրենց դեմ է աշխատելու։ 44-օրյա պատերազմից 5 տարի անց իշխանությունը պնդում է Երևանի ու Բաքվի միջև այլևս խաղաղություն է եւ այդ փաստն արձանագրվել է Թրամփի վկայությամբ ստորագրված թղթով։ Եթե խաղաղությունը փաստ է, ապա ինչպես է Ադրբեջանի նախագահ օգտագործում բառապաշար, որ օգտագործում էր 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Այն ինչ որ պետք էր Ադրբեջանին կոմունիկացիայի առումով Հայաստանի տարածքով Նախիջևան ինքնավար հանրապետությանը կապ ապահովելու մասով իրենք ապահովեցին։
Հիմա թե Հայաստանի իշխանի ինչ կառաջարկի, Ադրբեջան դա այլևս չի հետաքրքրում։ Նախ խաղաղություն չի, քանի դեռ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի մի հատված օկուպացրել են, եւ երկրորդը ինչ խաղաղություն, եթե հակառակորդը դիմացի կողմը անընդհատ Հայաստանի նկատմամբ պահանջներ է ներկայացնում, անընդհատ Հայաստանին սպառնալիքներ է ուղղում եւ անընդհատ օրինակ հայ հասարակությանը վիրավորում։ Որ շատ սպասված խաղաղությանը ոչինչ չսպառնա, ԵԽԽՎ-ում Փաշինյանը փակեց նաև արցախցիների անվտանգ ու ապահով վերադարձի թեման։ Ընդդիմադիրները մինչդեռ համոզված են, այս զիջումով էլ Բաքվի ախորժակը չի փակվելու։ Ճիշտ հակառակը ապացուցում է իրադարձությունների շղթան։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։